Չգիտեմ, այս հարցը որևէ մեկի տվել են թե ոչ, բայց ինձ հարցրեցին։ Ռուբեն, իսկ չեք մտածում, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Լսեք, մարդկային միտքն ունի մտածելու ունակություն եւ ազատ կամք։ Օրինակ, ես մտածում էի Իլոն Մասկի միլիոնների մասին, բայց դրանցից ոչ մի ցենտ չտեղաշարժվեց դեպի իմ հաշվեհամար։ Բայց դա չի նշանակում, որ Իլոնը քցիպ է։ Ընկերներիցս մեկն էլ ամեն օր մտածում էր Անջելինա Ջոլիի մասին։ Իսկ այդ աղջիկն ամուսնացավ Բրեդ Փիթի հետ։ Բայց դա չի նշանակում, որ Ջուլիկն անճաշակ էր։ Պարզապես որևէ մեկից մտածածը ոչ մի կերպ չի ազդում այն օբյեկտի կամ սուբյեկտի վրա, որի մասին մտածում ենք, որովհետև մենք ընդամենը մտածում ենք։ Իսկ նա, ում մասին մտածում ենք, երբեմն մեր անունն անգամ չգիտի։ Ինչ որ կերպ նա է գրավել մեր ուշադրությունը, ոչ թե մենք նրա։ Հայտնվել է մեր տեսադաշտում, դարձել է քննարկման թեմա, ու մենք մտածում ենք իր մասին, որովհետև կամ ցանկանում ենք նմանվել նրան, ու զգում ենք իր տեսակի պակասը մեր մեջ, կամ էլ ուղղակի խանգարում է մեզ ավելի հզոր է։ Ուստի իմ մասին կարող եք մտածել ինչ ուզում եք, բայց ես նույնիսկ ձեր անունը չգիտեմ։ Սիրելիներս, ապրեք ձեր կյանքով, որովհետև ուրիշի կյանքով արդեն ապրում է մեկ ուրիշը։